Բարև ձեզ սիրելի բարեկամներ, առավոտի տաղավարում է ուժեղ Հայաստան կուսակցության անդամ քաղաքագիտության թեկնածու դիվանագետ Ալեքսանդր Սարգսյանը, շնորհակալություն Ալեքսանդր։ Բարև ձեզ, շնորհակալություն Ավրիմ։ Անցած շաբաթ ձեր կուսակցությունը ներկայացրել է անվտանգության ծրագիրը, արդեն մի քանի օր անցել է, ինչպես է գնահատում քննարկման ընթացքը, ինչ գնահատականներ են հնչում եւ արդյոք դուք ունեք ֆիդբեք, ունեք հետադարձ կապ այդ ծրագրի վերաբերյալ։ Շնորհակալություն, դուք եւի հետևել եք եւ տեսել եք բնականաբար անվտանգության ծրագրին, որը ներկայացվեց մեր մասնակիցների եւ փորձագետների կողմից, անվտանգության թիմի կողմից։ Դրանք 6 կետեր են առանձնացված, ինչպես առանձնացվել էր տնտեսական քայլերի դեպքում, այստեղ նույնպես անվտանգային քաղաքականության դեպքում առանձնացվել են հստակ կետեր, իրատեսական կետեր, որոնք ժամանակի ընթացքում ստանձնելով երկրի ղեկավարումը եւ հաջորդ վարչապետի գլխավորությամբ մենք իրականացնելու ենք քայլ առ քայլ եւ սրանք այն հիմնական բազային կետերն են, որոնց իրականացումը պետք է հիմք հանդիսանա դեպի ուժեղ Հայաստան ճանապարհին եւ դրանց իրագործման միջոցով ունենալու ենք վստահ մեր սերունդներին թողնելու ուժեղ Հայաստան։ Ես հարցնում եմ նրա մասին, թե արդյոք քննադատվել է, քննարկվել է այդ ծրագիրը, ինչ փաստարկներ են բերել դրա դեմ, դրա կողմ, այսպես ասած։ Բնականաբար քաղաքական գործընթացներում քննարկվել են եւ բնականաբար մենք բաց ենք քննարկումների համար եւ անգամ քննադատությունների համար։ Քննադատությունները հիմնականում լինում են եւ փորձագետների կողմից բովանդակային, փակ ֆորմատներով, որոնք նաեւ քննարկվում են եւ դրանց պատասխանները փորձում ենք մենք բարձրաձայնել եւ նաեւ լսում ենք թե ինչպիսի մոտեցումներ, այլ մոտեցումներ կան եւ համադրումը դրանց շատ կարեւոր է, իսկ բաց տեղեկատվական դաշտի քննադատությունը կարծում եմ բոլորս էլ հետևել ենք հիմնականում, այսինքն երկու ուղղվածության կարելի է բաժանել, հա, նրանք ովքեր թիրախավորում են քաղաքականապես, քաղաքական դիվիդենդներ շահելու իրենց համար եւ նրանք ովքեր փորձագիտական եւ իրոք մտահոգ քննարկումներ են կազմակերպում, որը կարծում եմ քաղաքական գործընթացներում շատ նորմալ երևույթ է եւ սպասելի։ Եկեք սկսենք ուժեղ դիվանագիտությունից, համ դուք եւ բազմաթիվ այլ դիվանագետներ արձանագրում եք, որ 2020 թվականից սկսած մեր դիվանագիտությունը զբաղված է միայն միակողմանի զիջումներով։ Եվ դրա պատասխանը հիմա անցնում ենք այդ պատասխաններին, էլի։ Գիտեք որն է, ոչ թե հերքում են, որ չէ, մենք զիջումներ չենք անում, այլ ասում են, բա դուք ինչ կանեք, բա դուք ինչ կարաք անեք մեր փոխարեն, ինչի հիման վրա դուք կարողանաք ասել ոչ Ալիևին, որովհետև եթե մենք ասենք ոչ Ալիևին, ապա պատերազմ կսկսվի։ Տեսեք, ուժեղ դիվանագիտությունը ուղղակի մոտեցում կամ ուղղակի խոսքեր չեն։ Ուժեղ դիվանագիտությունը դա նախ եւ առաջ պատերազմի կանխարգելման հիմքն է։ Այսինքն ստեղծելով լավ հարաբերություններ դաշնակիցների հետ, համաշխարհային կենտրոնների հետ ունենալով դաշնակցային հարաբերություններ, ստեղծելով լավ հարաբերություններ բարեկամական տրամադրված հարևանների հետ, ունենալով նախաձեռնողական պրոակտիվ դիվանագիտություն նաև միջազգային հարթակներում, բազմակողմ ֆորմատներում, դա արդեն հանգեցնում է նրան, որ մենք ունենում ենք մեկ զսպման հենասյուն հակառակորդի նկրտումների նկատմամբ։ Ուժեղ դիվանագիտությունն ուղղակի խոսքերով չեն առաջնորդվում։ Ուժեղ դիվանագիտությունը պետք է ունենա հստակ նպատակներ, հստակ արժեքներ, հստակ վերջնարդյունք եւ այդ վերջնարդյունքին հասնելու ճանապարհային քարտեզ եւ քայլերի հաջորդականություն։ Եթե թույլ տաք կոնկրետ օրինակ բերեմ։ Սկզբից հայկական կողմն ասում էր, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը լուծարվելու է խաղաղության պայմանագիրը ստորագրելուց հետո։ Բայց պայմանագիրը չի ստորագրվել, բայց մեր կողմը, հայկական կողմը համաձայնել է ուրեմն Մինսկի խումբը լուծարել։ Կամ հայկական կողմը ասում էր, որ մենք չենք հրաժարվելու միջազգային հայցերից Ադրբեջանի դեմ։ Բայց հետո Ալիևի ճնշմամբ կամ չգիտեմ այլ գործընկերների ճնշմամբ համաձայնեց հետ վերցնել այդ բաները։ Այսինքն չի կարողացել որևէ պարագայում ոչ ասել։ Ինչի հիման վրա դուք կարողանաք ոչ ասել։ Տեսեք, ուժեղ դիվանագիտության եւ թույլ դիվանագիտության տարբերությունը հենց հստակ կարմիր գծերն են։ Երբ որ բարձրաձայնում են հստակ կարմիր գծեր եւ
հետ են կանգնում նշված կարմիր գծերից, դա արդեն խոսում է թուլության մասին։ Մեր ուժեղ դիվանագիտության պայմաններում մենք ունենալու ենք հստակ ընդգծված կարմիր գծեր, ունենալու ենք ազգային առաջնահերթություններ, կարմիր գծերից հետ նահանջ չի լինելու։ Իսկ այս դեպքում ինչպես պատմությունն է եւ ինչպես ոչ վաղ անցյալի պատմությունն ու փորձն է ցույց տալիս, Նիկոլ Փաշինյանը հետևողականորեն, այսինքն ներկայացնում է 10 պայմանական եմ ասում 10 կարմիր գիծ, որոնցից 8-ը իր հերթին զիջում է, մնացած երկուսի վերաբերյալ բանակցում է, բայց զիջողական տրամաբանությամբ, այսինքն զիջողականությունը միակողմանի է ստացվում։ Միակողմանի զիջումները դա ոչ թե դիվանագիտություն է, այլ դա կոնֆլիկտից խուսափում է, դա բանակցային ֆորմատից խուսափում է, դա գործընթացներից հետ կանգնել է։ Այսինքն ստացվում է այնպես, որ տվյալ զիջումները դառնում են ականներ հասարակության տակ, ուղղակի առանց հակազդեցության, առանց միջամտության ականներ են դրվում մեր հասարակության տակ։ Ու բոլոր կողմերից մեր կարմիր գծերը հետ են քաշում։ Արարատի վերաբերյալ խոսույթը, ցեղասպանության միջազգային քաղաքականությունից նահանջը, Արցախի էջի փակելը, այսինքն ամեն անգամ, երբ որ իրենք ասում են, որ նշաձողը պետքա մի փոքր իջեցնենք, այդ ժամանակվանից ես արդեն սարսափում եմ, թե ինչ նոր զիջումներ եւ ինչ նոր կարմիր գծեր մեր հասարակության համար պետքա զիջվեն։ Իսկ ուժեղ դիվանագիտությունը ընդհակառակը լինելու է նախաձեռնողական, ունենալու է հստակ սկզբունքներ, ունենալու է հստակ դաշնակիցներ, լավ հարաբերություններ հարևանների հետ, պրոակտիվ նախաձեռնողական քաղաքականություն միջազգային հարթակներում, այսինքն Հայաստանի իմիջի եւ Հայաստանի դիրքի վերանայում պետք է անպայման լինի նոր վարչապետի Սամվել Կարապետյանի գլխավորությամբ։ Ժամանակակից եւ մարտունակ բանակ։ Փաշինյանն ասում է, որ բանակը մեզ համար ոչ թե անվտանգության գործիք է, այլ անվտանգության ռեզերվ։ Ես ենթադրում եմ, որ դուք դրա հետ համաձայն չեք։ Բանակը ընդհանրապես առաջին հերթին սկսենք նրանից, որ մեր անվտանգության ծրագիրը սա պաշտպանվածությունը եւ անվտանգությունն ամրապնդելու համար է։ Բանակը նաև այս քայլերի հերթականությունը, դիվանագիտություն, ուժեղ բանակ, սրանք նաև փոխլրացված եւ փոխկապակցված են։ Չի կարող լինել ուժեղ դիվանագիտություն առանց ուժեղ բանակի։ Եվ ընդհակառակ, այսինքն դիվանագիտությունը բանակին տալիս է հստակ նպատակներ, հստակ գործիքակազմ, իսկ բանակը ընդհակառակ հենց բանակն է տալիս դիվանագիտությանը գործիքակազմ։ Ուժեղ բանակով քո դիրքերն ավելի պինդ են։ Իսկ բանակի ուժեղացման եւ անվտանգության ուժեղացման համար ծրագրերը հստակ նպատակային են, թիրախավորված են եւ ամենակարևորը իրագործելի են։ Այս թեզը, որ բանակը ռեզերվ է, գալիս է հետեւյալ թեզից։ Անվտանգության երաշխիքը, ասվում է, խաղաղությունն է։ Մինչ այս պահը ես կարծում եմ, որ հակառակն է, այսինքն պատճառահետևանքային կապը հակառակն է, որ անվտանգության հետևանքն է խաղաղությունը, բայց չգիտեմ, քաղաքագետները գուցե ինձ կողեն, երևի քաղաքագիտական միտքը ավելի առաջ է գնացել։ Տեսեք, վերցնենք ցանկացած եվրոպական, արևմտյան, ինչ ոչ նաև արևել, այսինքն երկրները, ովքեր ունեն պրոակտիվ դիվանագիտություն, զարգացած երկրները, բոլորը ունեն հստակ անվտանգային համակարգ։ Բոլորը ունեն հստակ զսպման մեխանիզմներ։ Իսկ զսպման մեխանիզմներ ասվածը նույնպես վերաբերում է եւ անվտանգությանը, եւ դիվանագիտությանը, հակառակորդը իմանալով, եթե մտնի պատերազմի մեջ կամ ինչ-որ ոտնձգություն իրականացնի երկրի սուվերեն տարածքի նկատմամբ, ստանալու է ավելի վատ պատասխան, ավելի ուժեղ պատասխան, ավելի ծանր իրավիճակում է գտնվելու, քան մեկնարկային պայմաններում, բնականաբար արդեն գործողություն իրականացնելուց առաջ մի քանի անգամ կմտածի։ Հենց ուժեղ բանակը, ուժեղ անվտանգությունը հիմք են խաղաղության համար եւ ոչ թե հակառակը։ Մարտունակ բանակի բաղադրիչներից մեկը արժանապատիվ զինծառայությունն է, հա։ Մենք առայժմ հնարավորություն չունենք, որքան հասկանում եմ, պրոֆեսիոնալ բանակ ունենալու։ Չնայած դա լինելու բան է երևի հետագայում, բայց հիմա կարող ենք ժամկետային զինծառայողներին ավելի գրավիչ դարձնենք ծառայությունը։ Մեր անվտանգային կետերից 5-րդը հենց արժանապատիվ զինծառայության վերաբերյալ է։ Սա այն դեպքն է, երբ երիտասարդը հասնելով զինծառայության, ժամկետային զինծառայության տարիքին, դա իր համար պետքա լինի պատվաբեր։ Պատվաբեր կլինի թե եւ իր համար եւ ընտանիքի համար,
Այստեղ մի շարք ծրագրեր կան ներկայացված եւ սոցիալական ապահովության վերաբերյալ եւ զինծառայությունից հետո կրթության վերաբերյալ, այսինքն գործողություններ են, որոնք իրական ազդեցություն կունենան մարդու երիտասարդի կյանքի վրա զինծառայությունից հետո եւ արժանապատվորեն ծառայությունն ավարտած երիտասարդներն արդեն հնարավորություն կունենան նաև բնակարանային եւ սոցիալական հարցերը լուծելու համար եւ կրթական հարցերի լուծման համար եւ աշխատանքային հարցերի լուծման համար, այսինքն բանակ ծառայելը եւ արժանապատվորեն ավարտելը ծառայությունը, սա մարդկանց պետք է հասարակության մեջ ինչ որ դիրք ապահովի նաև հարգանքի եւ նաև վերաբերմունքի առումով։ Պաշտպանված երկինք եւ այստեղ ես միջանկյալ հարց ունեմ իսրայելցի պաշտոնաթող գեներալ այդ երկրի ռազմաօդային ուժերի նախկին հրամանատար Զվիկա Հայմովիչը ձեր խորհրդականներից մեկը հաշվի առնելով որ Իսրայելը պատերազմ է մղում մեր բարեկամ երկրի դեմ եւ հաշվի առնելով որ Իսրայելը համենայնդեպս դիտարկվում է որպես Ադրբեջանի դաշնակից 44 օրյա պատերազմում արդյոք նպատակահարմար էր նրան հրավիրել որպես խորհրդական։ Տեսեք, Զվիկա Խայմովիչը ինքը որպես փորձագետ է ներգրավված այս թիմում եւ որևէ գործողություն, որևէ ծրագիր, որը ներկայացված է այստեղ, ուղղված չէ որևէ երրորդ երկրի դեմ։ Սա Հայաստանի անվտանգության եւ պաշտպանության ուղղված ծրագիր է, որի մասին նաեւ տեղեկացված են մեր բարեկամ երկրի ներկայացուցիչները եւ Իրանը մեզ համար բարեկամական երկիր է եւ եթե նայենք նաեւ Սամվել Կարապետյանի ուղերձը արտաքին քաղաքականության վերաբերյալ, այնտեղ հստակ նշվում է հարևան բարեկամների հետ լավ հարաբերությունների մասին ու մենք երբեք չպետք է մոռանանք Իրանի վերաբերմունքը Հայաստանի ծանր օրերին եւ Իրանի դիրքորոշումները ու փոխադարձաբար Իրանը մեր համար շարունակում է մնալ բարեկամ երկիր իսկ Զվիկա Խայմովիչի վերաբերյալ պետք է ուղղակի ասենք որ ինքը որպես փորձագետ ներգրավված է համաշխարհային որպես մասնագետ համաշխարհային աղյուսակում հաս, եթե Սանդղակ ինչ որ առանձնացնենք, հաստատ ինքը 5 լավագույն մասնագետներից մեկն է ու քաղաքականության վերաբերյալ մեր քաղաքականությունը հստակ որոշումը մեր կողմից, այսինքն ինքը որպես փորձագետ ներգրավում է հետագայում որևէ խնդիր չի կարող առաջացնել մեր բարեկամների հետ հարաբերություններում։ Հիմա ըստ էության հակաօդային պաշտպանության վերաբերյալ, հա, այդ նույն այժմ ընթացող պատերազմի ընթացքում ցույց է տալիս այդ պատերազմը կարծես թե որ ԱՄՆ-ի եւ Իսրայելի հակաօդային պաշտպանությունը չնայած շատ թանկարժեք է միլիարդներ արժի, բայց իդեալական չէ։ Ճիշտ է արդյոք խաղադրույքը դնել հակաօդային պաշտպանության վրա։ Տեսեք, հակաօդային պաշտպանությունը այս անվտանգային կետերից մեկն է, որը նաեւ հստակ մի քանի անգամ ապացուցել է իր որակները, սակայն բնականաբար ցանկացած համակարգ ունի համալրելու մոդեռնիզացիայի խնդիրներ ու մեր առաջնորդի ղեկավարությամբ մենք իրականացնելու ենք եւ ներմուծելու ենք լավագույն միջազգային փորձը, որի միջոցով բնականաբար որի հիմնական շահառուն լինելու է Հայաստանի Հանրապետության քաղաքացին եւ որի միջոցով պաշտպանվելու են մեր զինվորներն ու սպաները։ Մենք խոսում ենք սկզբից ծրագրի քննարկման մասին, կային նաև բարյացակամ քննադատություններ, դուք էլ ասացիք, ոչ թե պարզապես պիտակավորումներ։ Եվ դրանցից մեկը հետևյալն է. գուցե պետք է շեշտը դնել ոչ թե պաշտպանության, այլ զսպման մեխանիզմների վրա։ Դրա մասին դուք արդեն սկսեցիք խոսել, որը եթե կարճ բնութագրենք, հակառակորդին հարձակվելու դեպքում ծանր գին պարտադրելու կարողություն է։ Այդպես չէ՞։ Այո, բնականաբար զսպման մեխանիզմները եւ զսպումը մեր հիմնական ուղղություններից մեկն է նաեւ, որի վրա նաեւ ուշադրություն դարձվել է։ Զսպումը նաեւ նրանով է պայմանավորված, որ մենք իրականացնենք, ինչպես նշեցինք, դիվանագիտությունը, զսպման մեխանիզմներից կարող է լինել Հայաստանի տարածքում ինքնաբավ ռազմաարդյունաբերություն ստեղծելը, բնականաբար
այն մասով, որը հնարավոր է իրականացնել եւ որը հնարավոր է արտադրել Հայաստանում եւ դրա համար հենց այս 6-րդ կետը տեղական ռազմաարդյունաբերության զարգացումը նշվել է եւ առանձին տողով, առանձին որպես պարբերություն ընդգրկված է մեր անվտանգային ծրագրում, որը նաեւ բնականաբար զսպման մեխանիզմ կարող է լինել նաեւ հակառակորդների նկատմամբ։ Խելացի սահմաններ։ Հիմա մեր մոտ ամեն ինչ խելացի է, smart, հա։ Հեռախոսը, տունը, չգիտեմ, փոշեկուլը, ամեն ինչ խելացի է։ Սահմանի դեպքում դա ինչ է նշանակում։ Սահմանը տեսեք ինքը նույնպես կարող է ունենալ նորագույն տեխնոլոգիաներով հագեցվածություն։ Սահմանի խելացիությունը կապված է նրանով, որ կիրառվեն տեխնոլոգիաները, նույն արհեստական բանականությունը, նույն տեսանկարահանող սարքերի արկայությունը, այսինքն փորձելու է մինիմալացնել նաև մարդկային գործոնը, բայց ունենալ այնպիսի պաշտպանված եւ դիտարկվող սահման, որը հնարավորություն կտա 24/7 ռեժիմով մշտադիտարկել սահմանը, հետևել սահմանում ընթացող գործողություններին եւ նաեւ խելացի սահմանի մեջ կուզենամ առանձնացնել այն իրավիճակը, որ սահմանները պետք է նաեւ դիվերսիֆիկացվեն, թե որ սահմանը ինչպես է կահավորում, որովհետեւ անտրամաբանական կլինի սահմանը կահավորել նույն կերպ եւ Վրաստանի եւ Ադրբեջանի հետ, հա, վերցնենք այդ երկու երկրները, որովհետեւ կապված սպառնալիքներից, կապված հարաբերություններից, կապված խնդիրներից եւ վարվող քաղաքականությունից։ Զարգացած տեղական ռազմաարդյունաբերություն։ Ինչը մենք ի վիճակի ենք արտադրել Հայաստանում եւ ինչը պետք է գնենք։ Այ վիճակի լինելը արդեն եկեք սկսենք նրանից, որ Սամվել Կարապետյանը եւ իր ընկերությունը, իր ղեկավարող ընկերությունը մի քանի անգամ արդեն ապացուցել է, որ Հայաստանում հնարավոր է իրականացնել արդյունաբերություն եւ ստեղծել արտադրություն, որը կսպասարկի մեր կարիքները եւ կմատակարարի հայկական շուկա նաեւ արտահանման վրա, գազդի արտահանման վրա։ Այդ առումով մի քանի գործարաններ արդեն տնտեսության մեջ ստեղծվել են, կառուցվել են 0-ից գործարանը կառուցվել է Կարապետյանի կողմից։ Կարապետյանների կողմից, այո, կլինի դա հաշվիչների գործարանը, մալուխների գործարանը, մի շարք գործարաններ նաեւ իրականացնում են տեղական արտադրություն եւ նաեւ գործարանները կառուցվել են մարզերում, այսինքն այստեղ նաև հենց եթե ոչ Կարապետյանների ընտանիքը, ապա ում ղեկավարությամբ պետք է շարունակել նաև այս արտադրությունների ստեղծումը եւ ուղղվածությունը դեպի ռազմական դրոնների արտադրություն, ԱԹՍ-ների արտադրություն, այսինքն հայկական գիտական միտքը եւ տեղեկատվական տեխնոլոգիական միտքը պետք է պահել երկրում, զարգացնել տեղական ռազմական արդյունաբերություն, որը մեկ քայլ ավել կլինի մեր անվտանգային համակարգում, այսինքն մեր անվտանգությունը մեկ քայլ ավել կապահովի։ Վերջին հարցը, ներկայիս իշխանությունը ելի դառնալով ձեր մասնագիտության, դիվանագիտության, ասում է, որ անդիմադիրները եւ մասնավորապես դուք ուզում եք ռևիզիայի ենթարկել խաղաղությունը եւ հետեւաբար, եթե իշխանության գաք, սեպտեմբերին սկսվելու է պատերազմը։ Չնայած որ ես չեմ հանդիպել որևէ հայտարարություն, որ դուք ասում եք, որ խաղաղությունը ռևիզիայի կենթարկել։ Ցանկացած խելամիտ մարդ, ով հավակնում է իշխանության, պատերազմի կոչով հանդես չի գալիս եւ ցանկացած խելամիտ ղեկավար երկիրը չի տանում պատերազմի։ Պատերազմի մասին եթե նկատել եք, Հայաստանին սպառնում են 2 հոգի կամ 2 խմբակ՝ Իլհամ Ալիևը եւ Նիկոլ Փաշինյանը։ Այսինքն այս սինխրոնիզացումը Փաշինյանի եւ Ալիևի խոսույթում կամ հստակ ժամկետների սահմանումը, անգամ ժամկետներ են սահմանում, հա, սեպտեմբերը նշելով ու անընդհատ պարտադրելով ժողովրդին, սա այլ տեղ է տանում եւ այլ մտորումների դաշտ է տանում մարդկանց, բայց կրկնում եմ, մեր քաղաքական ուժը բազմիցս նշել է, որ Հայաստանի համար առաջնայինը խաղաղությունն է, արժանապատիվ խաղաղություն եւ հենց այս ծրագրերը, անվտանգային ծրագրերը, ինչպես նաեւ տնտեսական ծրագրերը միտված են Հայաստանի զարգացմանը, բարեկեցությանը եւ անվտանգային միջավայրի ապահովմանը, որը նաեւ ապահովելու է եւ զսպման մեխանիզմ է լինելու նաեւ մյուս երկրների եւ հակառակորդների նկատմամբ Հայաստանի սուվերեն տարածքի նկատմամբ որևիցե ոտնձգության համար։
Շնորհակալություն հետաքրքիր զրույցի համար։ Շնորհակալ եմ։ Սիրելի բարեկամներ, ես հիշեցնեմ, որ ես զրուցում էի Ուժեղ Հայաստան կուսակցության անդամ քաղաքագիտության տեխնացու դիվանագետ Ալեքսանդր Սարգսյանի հետ։